Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1207-րդ օրն է։ Մեր եթերի հիմնական թեմաներն են Սումիի մարզում ստեղծված իրավիճակը, նոր ուկրաինական սպառազինությունը եւ թե ինչպես Պուտինը հերթական անգամ լքեց իր դաշնակցին, ինչպես ժամանակին վարվեց Հայաստանի հետ Արցախում։ Իդեպ հետաքրքիր է արդյոք 5-րդ Շարասյան այն փորձագետները, որոնք տարիներ շարունակ ռուս-իրանական տանդեմը ներկայացնում էին որպես Հայաստանի պաշտպան եւ դաշնակից, այսօր ոչ մի բան չունեն ասելու հասարակությանը։ Այն նույն մարդիկ, ովքեր փորձում էին համոզել, որ Հնդկաստանը իբր հաղթել է Պակիստանին ու նման անհեթեթություններ էին տարածում տարբեր ալիքներով։ Տարիներ շարունակ Հայաստանի նախկին իշխանությունները հասարակության մեջ ձևավորում էին պատկերացում, թե Հայաստանի միակ բարեկամը Մոսկվան է, իսկ մնացած բոլորը, ով Մոսկվայի հետ չէ, իբր թշնամի է։ Բայց փառք Աստծո, նրանք չկարողացան շեղել ողջ հասարակությունը, թեև դեռ կան որոշ խմբեր, որոնք ամենին մեղադրում են դրսում, առանց վերլուծելու, թե ինչ են արել Հայաստանի իշխանությունները տասնամյակներ շարունակ։ Բայց դրա մասին մեկ այլ եթերում խոսենք, դա անալիտիկա ալիքի ֆորմատն է, իսկ այստեղ Հակոբյան լայվում կխոսենք գետնի վրա իրավիճակի մասին եւ ռազմաճակատի իրավիճակի մասին։ Սումի ուղղությամբ քարտեզը ձեր էկրաններին է, շարունակվում են ծանր մարտերը սահմանամերձ գոտում, ռուսական զորքերը կանգնեցվել են, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մեջբերեմ Հյուսիս-Լաբաժանյան ուղղությունը, որը մենք անվանում ենք Սումի ուղղություն, այստեղ մենք հավասարեցնում ենք դիրքերը, ֆիքսենք կարևորը այնտեղ 53000 ռուս կա եւ այս փաստի հետ պետք է հաշվի նստել։ Մարտերը ընթանում են ուղիղ սահմանին, պետք է հասկանանք, որ թշնամին կանգնեցված է, մարտերը մղվում են առավելագույնը 7 կիլոմետր խորությամբ սահմանից։ Սա ասում են, որ մարդիկ հասկանան, որքան հեռու են մարտերը Սումի մարզ կենտրոնից, նշել է նախագահը։ Նա հավելել է նաեւ, որ այսօր վերականգնվել է վերահսկողությունը Անդրեևկա բնակավայրում, բացի այդ Լուգանսկի ուղղությամբ սպառնալիքը չեզոքացվել է, խիստ մարտեր են ընթանում Կոնստանտինովկայի ուղղությամբ։ Ռուսները ունեին որոշակի առավելություն, սակայն Ուկրաինայի պաշտպանության ուժերին հաջողվել է նրանց կանգնեցնել եւ դրա փոխարեն իրենք առաջ են գնում։ Խոսքը մայրուղու երկայնքով ուկրաինական առաջընթացի մասին է։ Այստեղ թշնամին առաջխաղացում չունի, բայց մարտերը կոշտ են։ Դնեպրոպետրովսկի մարզի ուղղությամբ Դոնբասի կողմից նույնպես ընթանում են մարտեր, սակայն առաջխաղացում թշնամին չունի, վստահեցրել է նախագահը։ Զելենսկին հերքել է ռուսական պնդումները Դնեպրոպետրովսկի ուղղությամբ հաջողությունների մասին, մեջբերեմ ռուսական խմբավորումը չունի առաջխաղացում Դնեպրոպետրովսկի մարզում, բայց նրանց համար շատ կարևոր է ինֆորմացիոն ալիքը, նրանք փորձում են թեկուզ մեկ ոտքով հասնել վարչական սահմանին, նկարելու մի լուսանկար, մի տեսանյութ, դրա համար փոքր դիվերսիոն խմբեր են ուղարկում, ասել է Զելենսկին։ Նա նաև նշել է, որ ուրբաթ օրը ուկրաինական զինուժը ոչնչացրել է եւս մեկ այդպիսի մի խումբ, որը գտնվել է ընդամենը 1 կիլոմետր հեռավորության վրա Դնեպրոպետրովսկի մարզի վարչական շրջանից։ Բացի այդ, Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ երկրում շարունակվում է տեղական արտադրության Սապսան բալիստիկ հրթիռների լայնածավալ արտադրության նախապատրաստումը։ Նրա խոսքով դրական փորձարկումներ արդեն իրականացվել են մարտի դաշտում, իսկ այժմ կենտրոնանում ենք զանգվածային արտադրության կազմակերպման վրա։ Իսրայելի եւ Իրանի միջև լարվածության խորացման փոխադարձ հարվածների ֆոնին Ուկրաինայի նախկին արտգործնախարար, այժմ քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Ագրիսկոն մեկնաբանել է իրավիճակը Մոսկվայի խոցելիության տեսանկյունից։ Նրա համոզմամբ Իրանը Ռուսաստանի կողմից իրական աջակցություն Իսրայելի դեմ պայքարում չի ստանա։ Պարզապես ըստ նրա Մոսկվան չունի այն ռեսուրսները, որոնք կարող է տրամադրել Թեհրանին որպես ռազմական օգնություն։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը անգամ չի կարողանում չեղքել ուկրաինական պաշտպանությունը, նույնիսկ հյուսիսկորեացի զինվորների ներգրավմամբ։ Ռուսաստանը ամենայն հավանականությամբ չի մատակարարի Իրանին զենք կամ անձնակազմ, ըստ Ագրիսկոյի դրանում Ուկրաինան ունի որոշակի առավելություն, քանի որ այժմ դժվար թե Թեհրանը տրամադրի Ռուսաստանին նոր սպառազինություն, այդ թվում շահեդ դրոններ, եւ սա շահեկան իրավիճակ է մեզ համար։ Իմ կողմից ավելացնեմ, որ մենք բոլորս գիտենք Մոսկվան ինչպես է կարողանում դաշնակիցներին լքել։ Պուտինը հենց այդպես վարվեց Արցախում, Իսրայելի գործողությունները նոր տեսանկյունից բացահայտեցին Ռուսաստանի խոցելիությունը։ Մոսկվան ոչ միայն լռվել է ուկրաինական ճակատում, այլ նաև ռազմավարական առումով բացարձակ անօգնական է դարձել։ Իսկ Ուկրաինայի հատուկ ծառայությունների սարդոստային գործողությունը բացահայտեց Ռուսաստանի իրական էությունը՝ կավե ոտքերով կեղծս կա, կալոս նագլիննիխ նոշկախ։ Ես տեսնում եմ որոշ մեկնաբանություններ մեր եթերում
եթերների տակ գրված ռուսական քարոզչության զոհերի կողմից։ Կարճ դիմեմ նրանց, հերիք է տանջվեք այլոց ցավով։ Հիշեք, Ռուսաստանը հանցագործ է, նրա դաշնակիցներն էլ են հանցագործ, Մոսկվան էլ, նրա դաշնակիցներն էլ պատասխան են տալու։ Ժամանակն է դա հասկանալ, այլ ոչ թե պայքարել իրականության դեմ։ Ով սիրում է Կրեմլին ու նրա բարեկամներին, թող չսպասի, որ աշխարհը կդառնա ավելի լավ է իր համար։ Աշխարհը ավելի լավ է կդառնա միայն արդար ու ազնիվ մարդկանց համար։ Ուստի նախքան մի ամբողջ շարք երկրներ թշնամի համարելը, մտածեք ինչու Հայաստանի իշխանությունները տասնամյակներով հասցրեցին երկիրը այս վիճակին։ Երբ մտածեք, կհասկանաք ով է իրականում մեղավորը։ Այդ ժամանակ ձեզ համար շատ ավելի հեշտ կլինի տարբերակել ով է բարեկամ, ով թշնամի։ Իսկ մինչ այդ խորհուրդ կտամ մի տանջվեք եւ մի մնացեք այդ դիրքերում։ Ձեզ ձեր դիրքերում ոչ մի լավ բան չի սպասվում։ Դե մեր լսարանը այս ամենը գիտի, այս սրանով էլ հենց մենք տարբերվում ենք ռուսահպատակներից, հա։ Իսկ հիմա անցնենք ռազմաճակատի լուրերին։ Անալիտիկա ալիքի եթերում ես արդեն պատմել եմ, որ այս գիշեր Ռուսաստանում հարվածներ են հասցվել մի շարք պայթուցիկ նյութերի արտադրությունների։ Գեղեցիկ տեսանյութեր կարող եք դիտել մեր Telegram-յան ալիքում այդ թեմայով։ Ռազմաճակատում իրավիճակը լարված է, գրանցվել է 225 ռազմական բախում, մարտեր են ընթանում 12 ուղղություններով։ Թշնամին զգալիորեն կորցնում է կենթանի ուժ եւ զինտեխնիկա։ Շարունակվում է Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը Կուրսկի մարզում։ Անցած օրվա ընթացքում այնտեղ տեղի է ունեցել 35 մարտական բախում տարբեր ինտենսիվությամբ։ Անցած օրը Ուկրաինայի օդուժը, հրթիռային զորքերը եւ հրետանին խոցել են ռուս զավթիչների կենթանի ուժի եւ տեխնիկայի կուտակման 15 հատված։ Շաբաթ գիշերը ռուս ագրեսորները Ուկրաինայի տարածք են արձակել տարբեր տեսակի 59 դրոններ։ Դրանց մեծ մասը խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Գիշերը Ռուսաստանը հրետակոծել է առաջնագծին մոտ եւ սահմանային գոտում գտնվող խաղաղ բնակավայրերը, մասնավորապես Զապորոժենը շատ տուժել։ Ուկրաինական ուժերը ի տարբերություն հակառակորդի հարվածներ են հասցնում օկուպացված տարածքներում եւ հակառակորդի թիկունքում բացառապես ռազմական եւ մերձրազմական թիրախների։ Ուկրաինայի օդուժը ոչնչացրել է ռուսական մի շարք կարևոր թիրախներ Ղրիմից մինչև մերձ Մոսկվա։ Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են 1130 օկուպանտ եւ 250 միավոր թշնամու զինտեխնիկա։ 22 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինայում ռուսական ընդհանուր կորուստները Ուկրաինայի գենշտաբը գնահատում է 1.2690 զավթիչ։ Այսքանն էր մեր կարճ թողարկման համար։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ ակտիվորեն տարածեք մեր եթերները, դրեք լայքերը եւ գրեք ձեր մեկնաբանությունները։ Իրոք շատ եք քաջալերում, շատ շնորհակալ եմ։ Իսկ մենք գնանք պատրաստելու ձեզ համար նոր եթերներ, կհանդիպենք։